Եվ քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի հետ։ Պարոն Մալյան, այսպիսի պրոցեսները նաև ձեզ են առնչվել։ Առհասարակ հիմա այս փուլում ինչ խորհուրդ կտաք ընդդիմադիրներին, որոնց նմանատիպ պրոցեսներով փորձում են իզոլացնել տարբեր հետընտրական իրավիճակներից։ Ասել, որ այս իրավիճակը անսպասելի է, դա ուղղակի ծիծաղալու կլինի, որովհետև կոնկրետ այս իրավիճակի մասին մենք առնվազն 1 տարի, իսկ իրականում շատ ավելի երկար ժամանակ զգուշացնում էինք, որ ընտրությունները լինելու են այն սահմանագիծը, որից հետո եւ որին ընդառաջ իշխանությունը ձերբակալելու է բոլորին, անկեղծ ասած նույնիսկ ես, որ այդ ամեն ինչը գիտեի, տեղակ էի, փորձում էի մարդկանց ասել, նույնիսկ ես մի փոքր զարմացած եմ այս մասշտաբի բռնաճնշումների ծավալից, անհասկանալի տրամաբանությունից, ասենք, տենց տպավորություն, ոնց որ բոլորին ամեն ինչի համար տենց ինչ-որ բռնում, ձերբակալում, բանտարկում, խուզարկում, դա հետևանք է Նիկոլ Փաշինյանի օրակարգով, Նիկոլ Փաշինյանի օրացույցով ապրելուն։ Դա հետևանք է 5 տարի 2021 թվականից ոչինչ չանելուն, պարապ նստելուն եւ այսպես հոսող գետին նայելուն, որ կարող է մի բան լինի։ Այս ընդդիմությունը, որ արդեն ազգային ժողովը, եթե համարենք ընտրությունների արդյունքները արդեն վերջնական, ապա այս ընդդիմությանը բավական ծանր ժառանգություն է հասել։ Առաջինը հասել է վերջին առնվազն 5 տարվա ընդդիմության, մասնավորապես Հայաստան Դաշինքի անգործության պատճառով չափազանց ուժեղացած իշխանություն, այսինքն իշխանությունը 2021 թվականի բունկերներից ճվճվացող այսպես իշխանությունը չի, իշխանությունը արդեն կենտրոնացված է, իշխանությունը արդեն իր ամբողջ այսպես շոշափուկները խրել է դատաիրավական համակարգի մեջ, բոլոր պետական համակարգերի մեջ, իշխանությունը արդեն անթաքույց ցանկացած ապօրինության դիմում է, իշխանությունը արդեն ընդհանրապես քողարկելու խնդիր չունի իր նույնիսկ ամենավատ նպատակները, որոնք վերաբերում են մեզ բոլորիս։ Այս ընդդիմությանը ժառանգությունը հասել նաև այդ 5 տարվա ոչինչ չանելու արդյունքում հասարակական անվստահության բեռը, որը ինչ-որ առումով օբյեկտիվ է, որովհետև հասարակությունը տեսավ, որ կրելու ենք կարգախոսով 21 թվականին ժողովրդին խաբած անձը 5 տարի ոչ միայն ոչինչ չարեց իր հռչակած նպատակի ուղղությամբ, այլ նաև ամեն ինչ արեց, որպեսզի վիժեցնի ցանկացած գործընթաց, որը կբերի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը։ Պարոն Մալյան, ինչ պետք է անեին, որ չեն արել, եւ այսօր ընդդիմությունը այլընտրանք ունի, փաստացի ստացել են մանդատներ։ Ինչ անել, գնալ փողոց, որ նորից ռեպրեսիաների ալիք սկսվի, նորից փակեն, բացեն եւ այլն։ 1 տարի առաջ այս օրերին Դավիթ Համբարձումյանը, ում դատի համար հիմա այստեղ ենք, նաեւ հանդես գալով առաջարկվելով որպես միասնական թեկնածու նախաձեռնվեց իմպիչմենտի գործընթաց, որը, կրկնում եմ, ամեն կերպ խոչընդոտվեց դիմադիր որոշ ուժերի կողմից։ Իսկ խոչընդոտելու միակ նպատակը այն էր, որ դե հեսա ընտրություններ են 2026 թվին, այսինքն տարուկես հետո այդ մարդիկ պատրաստ էին տարուկես ոչինչ չանել եւ չթողել որոցը մեկին, որ ինչ-որ բան անի, որպեսզի հասնեն այդ բաղձալի ընտրություններին, ինչի արդյունքը մենք տեսանք։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը խորհուրդ տալուն, ես ձեռնպահ կմնամ որևիցե խորհուրդ տալուց, որովհետև ընդամենը կփորձեմ թարգմանիչի դերում հանդես գալ հանրային պահանջի եւ ընդդիմության գործողությունների հետ կապված։ Սուտ է այն պնդումը եւ դա անհասկացության արդյունք է այդ մոտեցումը, որ հանրությունը պահանջում է, որ ընդդիմությունը մանդատները չվերցնի։
կամ հանրությունը պահանջում է, որ ընդդիմությունը մանդատները վերցնի։ Նման օրակարգ, նման հարց ընդհանրապես գոյություն չունի։ Հանրությունը ընդամենը պահանջում է իշխանափոխություն, ընդ որում նայեք, հանրությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է, որ նա հեռանա, իսկ ընդդիմությունից պահանջում է, որ այդ հեռացումը կազմակերպի։ Այսինքն հանրություն հստակ իր պահանջները խոսքից վրա։ Հանրությունը իր պահանջները շատ հստակ ձևակերպել է։ Որոշելիքը ընդդիմությանն է, որոշումները ընդդիմությանն են։ Հավասարաչափ ընդունելի են թե մանդատները վերցնելու որոշումը ընդդիմության կողմից եւ չվերցնելու որոշումը, եթե դրան հաջորդեն, թե ինչա լինելու մանդատները վերցնելուց հետո։ Այսինքն թե ընդդիմությունը բացատրի պայմանական ինձ կամ ձեզ, որ մանդատները վերցնում են, գնանք այս անենք, մենք միայն ուրախ կլինենք։ Եթե ընդդիմությունը բացատրի, որ մանդատները դնում ենք, դրան հետևելու այս ու դրանք ուղղված գործողություններ լինեն իշխանափոխության համար, մենք միայն ուրախ կլինենք, մենք ուզում ենք գործողություն, մենք ուզում ենք գործողությունների պլան, որը հենց միտված կլինի իշխանափոխությանը։ Իմ կարծիքով, եթե իմ սուբյեկտիվ կարծիքով, ավելի լավ է ունենալ մանդատավոր ընդդիմադիրներ, որոնցից մենք կարող ենք այսպես պահանջներ ներկայացնել, ոնց որ անցած 1 տարում արեցինք, այսպես կախվենք իրանց ունքերից, ասենք աշխատեք, քան ընդհանրապես չունենալ պարլամենտում որևէ մեկին։ Իմ կարծիքն է սա, սուբյեկտիվ։ Բայց ամեն դեպքում եկեք ասեմ, որ այս մանդատներ վերցնելու չվերցնելու այս խոսույթը, սա արդեն մեր բոլորիս կարելի ասել հաղթանակն է։ Սա մասնակցայնությունն է հանրության քաղաքական գործընթացներին։ Այսինքն հանրությունը ունի դժգոհություններ անցած 5 տարիների պատգամներ ընդդիմադիր պատգամավորների աշխատանքից, եւ դա շատ նորմալ է, եւ իր դժգոհությունները փորձում է նույն փոცხի վրա չկանգնի եւ իր դժգոհությունները այսօր արդեն այսպես ասած նա այդ ըմբիրիգու փորձում է պայմանավորվի նոր ընդդիմության հետ ազգային ժողովում։ Դա շատ նորմալ երևույթ է։ Ընդդիմությանը խորհուրդ կտամ շատ հանգիստ անել այս խոսույթները, այս հարցերը, որոնք իրականում ասեցի ունեն օբյեկտիվ ծագում։ Պարոն Մալյան, իսկ մանդատները վերցնելով արդյոք չեն լեգիտիմացնում այս ընդդիմությունները, որովհետև ասում են, թե եղել են ընդհանրություններ, արդար չեն եղել։ Գիտեք, ոնց հարց եք տալիս, որ անկեղծ ասած կաշկանդված են հիմա այդ հարցին ամբողջական պատասխանելու մինչև սահմանադրական դատարանի որոշումը, որովհետև դա եւս որպես գործիքակազմ օգտագործվում է ընդդիմության կողմից։ Ես հենց ուղղակի ակնարկի տեսքով կասեմ, այո, կեղծվել են, իսկ ով ասեց, որ մենակ ՔՊ-ի համար են կեղծվել, ՔՊ-ի համար է մենակ կեղծել։ Ով ասեց, որ Նիկոլ Փաշինյանը միայն ՔՊ-ի համար է կեղծել։ Միգուցե Նիկոլ Փաշինյանին իր սիրելի եւ արդեն հարմար ու ծեծված բոքսի տանձիկները շատ անհրաժեշտ էին այս 5 տարվա ընթացքում։ Միգուցե այդ հաշվարկների խառը վիճակը ստիպեց, որ Բարգավաճ Հայաստանի այս պարագայում չանցնի։ Կամ եկեք հասկանանք անվավեր ճանաչված ընտրատեղամասերում քարտուղարներն ովքեր էին, որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն էին, հավատացնում եմ ձեզ եւ ձեր եթերից ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, անհնար է որևէ տեղամասում անել որևէ կեղծիք առանց քարտուղարի իմացության կամ գիտության կամ համաձայնության։ Հիմա եկեք տենց ուղղակի ասենք ընտրությունները կեղծվել են, եթե ասենց ասեմ, եթե շատ խորը փորենք, կարող շատ վատ տեղերով հասնենք։ Դրա համար այս պահին այդ ընտրությունների լեգիտիմության այդ հարցը ես կառաջարկեմ ամբողջությամբ թողել ընդդիմության վրա, որովհետև ընդդիմությունը ամբողջությամբ կրում է այդ որոշման պատասխանատվությունը եւ հետեւաբար դեռ հասուն մարդիկ են, թող իրանք որոշումը կայացնեն։ Սենց ասեմ ձեզ, եթե պետքա մանդատները վերցնեն ոչ մի բան չանեն, կամ եթե պետքա մանդատները դնեն ու ոչ մի բան չանեն, կներեք ինչ ուզում են թող անեն այդ դեպքում։ Երկու այդ խնդիրը ստեղ է։ Նայեք, ՍԴ-ն չէ դիմել։ ՍԴ-ին զուգահեռ դիմելուն զուգահեռ ինչ որ գործընթաց չկա այս պայդրությամբ։ Ամեն դեպքում կարելի է արձանագրել այս պայդրությամբ, այս ընտրությունները հատկապես արձանագրեցին, որ ընդդիմությունը այս պահի ընդդիմադիր գոնե առաջնորդային հատվածը կորցրել է փողոցի նկատմամբ ամբողջ վերահսկողություն, այսինքն ցանկացած
գործողություն, որը չի ենթադրում փողոց, իմ կարծիքով ինքնանպատակ է։ Նույնիսկ դնելն էլ է ինքնանպատակ, այսինքն ինչ դնեն գնան տուն կամ վերցնեն գնան տուն, եթե այդ դրա հաջորդ քայլը տուն գնալն է լինելու, ապա կներեք ինչ ուզում են թող անեն։ Ինձ համար մեկ է, թող մի 40 հոգի բարձր աշխատավարձ ստանան ընդդիմությունից։ Ես նախանձ մարդ չեմ, բան կլինեմ, միայն ուրախ կլինեմ դրա համար։ Շնորհակալություն։